Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, երբ հայոց այփուփենը կդավ եւ Աստվածաշունչը թարգմանեց, առաջին քիրքը զոր թարգմանեց Արագած քիրքն էր եւ հետեւյալ դողերն էին անգեառնված ճանաչել զիմաստություն եւ սխրատ իմանալը սպանս հանջարով Արագած գրքի 4-րդ գլխու 7-րդ համարի մեջ գսվի ամեն բանի գլուխը իմաստությունն է իմաստությունը ստացիր այո սիրելներ ամեն բանի գլուխը իմաստությունն է Երանի թե մենք մեր նախահայրերու ապրած կյանքով եւ իմաստությամբ ապրեինք այսօր Թշպախտաբար մեր ժողովրդի մեջ իմաստությունն է որ բացած է այո ամեն ինչ արադությամբ գրնանք ունենալ նյութական հարստություն ուդելիք ինքնաշարժ դուն հակուստ եւ այլն բայց սիրելներ եթե մարդ իմաստություն չունենա ամեն ինչ կքանթվի Պատմեմ ցեզի հետեւյալ պատմությունը ժամանակին թագավորը իր խորտադու վազիրին հետ միասին ժողովրդին մեջ կմտնե տեսնելու համար որ մարդիկ ինչ կծախեն շուգային գանցնին ամեն մեկը դարբեր բաներ կծախեր գաստին խանութը եւ կտեսնեն որ թադարգ է բայց մարդը գանքնած է եւ խանութը բացած փամը գծախե որ թակավորը չի հասկնար թակավորը գմոդենա անոր եւ գսե բարեկամ շուգային անցած ադենս տեսա որ շուգան լեցուն էր բայց քու խանութը թադարգ է ինչ գծախես դու եւ այս մարդը գսե թակավորը աբրածնա ես իմաստություն գծախեմ թակավորը գսե ինչպես իմաստություն գծախես գսե իմաստուն խոսքեր գկրեմ շրջանագի վրա եւ զանոն կվաճառեմ եւ թակավորը դիզաղելով գսե բայց խանութը թադարգ է Ձախողը գսե բայց դեր թակավոր անոր իմաստությունը փնդրե անիգա գքնե թակավորը այս մարդուն գսե լավ ինձ դուր նայինք ձախածներդ փամը Ձախողը շրջանագի մվրա քրած էր քիչմը մդածե նախքան կորձելդ որբեսի հետո չզղջաս Թակավորը գսե որքան գծախես այս շրջանագը եւ գսե մարդը 50 ոսկի Թակավորի խորտադուն վազիրը ամիջապես մեջ կմտնե եւ գսե 50 ոսկի այս թադարգ բանին համար Ձախողը գսե թադարգ չէ ասիգա մեծ իմաստություն գգրե իր մեջ հետևաբար 50 ոսկի վազիր գսե ար 5 ոսկի եւ բավարար է քեզի մարդը գսե 50 ոսկի թակավորը գսե 20 ոսկի Ձախողը գսե թակավորը աբրածնա 50 ոսկի բագաշլար թակավորը գսե 40 ոսկի վազիր գսե թակավորին թակավոր 40 ոսկի մի դիվիջանես ոչինչի համար բայց մարդը դարձյալ գսե 50 ոսկի Թակավորը եւ վազիրը գշարունակեն իրեն ճամփան առանց գնելու բայց ճանապարհին թակավորը այդ խոսքին վրա կսկսի մտածել եւ վազիրին յետ կուղարկե Ձախողի մոտ գսե որ քնա եւ քնե վազիրը որքան կփորձե դար համոզել թակավորին որ թակավոր շատ սուղ է 50 ոսկին բայց թակավորը գսե սրդիս վրա այդ խոսքը տպավ քնա եւ քնե այդ շրջանակը վազիրը գերտա եւ Ձախողին գսե որ համոզեցիր գսե ոչինչ խոսքի համար 50 ոսկի հավասիկ Ձախողը գսե խնդրանք ունիմ քեզ մե եւ այս շրջանակը քծակ գրված վրան թակավորին դաս խնդրե որ դան մուտքին ամենն քրխավոր բաժնին վրա զդեղե եւ նաեւ խորուրդ ուրանուր անոր որ փոլոր բادرուն վրա փոլոր անգյուններուն վրա այս խոսքը տնե անպայմանորեն արդյունք կտա Վազիրը գծիծաղի բայց 50 ոսկին գվճարե եւ գառնե Կուկայև թակավորին գսե եւ թակավորը իսկապես իր բալադին ամենն քրխավոր մուտքին այս խոսքը գտնե Եվ նաև գհրամայե իր քեղակիր կձողներուն որ քեղակրեն քեղեցիկ երով քրեն
այդ խոսքը եւ բոլոր բادرուն վրա, բոլոր անգյուններուն վրա բալադին փակցնեն, որ քիչ մտածե նախքան կորձելդ, որբեսի հետո չզղջաս։ Մինչ այդ վազիրը մեծ նախանց ուներ թակավորեն եւ ամեն ինչ կներ, որբեսի թակավորը սպաներ եւ ինք դեղը թակավոր կար։ Ոստի վազիրը օրմը գերտա թակավորին սապրիչին մոտ եւ գսե քեզի մեծ կումար պիտի վճարեմ, պիտի թակավորը սպանես։ Վազիրը սապրիչը գտողա, գսե որ ինչպես, գսե որ ածելիովդ երբ գածիլես թակավորը վաղարավոտ բզդիկ վերք մգնես, փածվածք մգուդաս մորտին վրա։ Եվ աբա հավասիկ թույնը, այս թույնը շատ զորեղ թույն է, ածելիդ ըզմելիդ վրա գտնես եւ գտնես արյունին հետ խառնվի եւ այդ ժամանակ արդեն ամբողջ մարմնի մեջ թակավորին թույնը գդարածվի ու թակավորը գմերնի։ Եվ քեզ կխոստանամ, որ բարձր ճաշտոն մի դունենաս եւ ահավասիկ հսկա կումարը քեզի։ Սապրիչը ահով թողով գհամացայնի։ Հաջորդ առավոտ, երբ թակավորին մոտ կերտա որբեսի ածիլեզինք, հանգարց մութուրին վրա, բալադի թուրին վրա գտեսնե այս կրությունը, այս իմաստությունը, որ կրված է, քիչ մտածե նախքան կորձելդ, որբեսի հետո չզղջաս։ Սապրիչին սրդեն թող մգանցնի։ Թուրը գտագե, բահակները գպանան գարցնեն, ինչու եկերես կսեմ, որ եկած են որբեսի սապրեմ թակավորը, մինչև թակավորի մոտ հասնելը, այս սապրիչը գտեսնե բոլոր բادرուն վրա, բոլոր անգյունները նույն խոսքը կրված են, եւ սապրիչը գիտա, որ այդ խոսքը իրեն գվերապերի։ Ուսի երբ թակավորին դիմաց կելե, ահով ու թողով, թակավորը գզարմանա եւ գսե, ինչու համար գթողաս։ Իր մնայու սապրիչն է։ Եվ սապրիչը ճշմարտությունը գայտնե, որ վազիրը զինք ղրգած էր, որբեսի զինք թունավորեր եւ սպաններ։ Եվ թակավորը գսե, որ ինչ բաններ որ քեզի մղեց որ դու ճշմարտությունը խոսիս ինձի։ Եվ այս մարդը գսե, դեր թակավոր, այն խոսքը որ գարտացի թրան վրա, այդ խոսքը սրդիս տվավ, բայց երբ որ դեսա բոլոր բادرուն վրա տրված, ըսկացի որ այդ խոսքը ինձի ուղված է, անոր համար ուզեցի նախքան քայլարներս քեզի հայտնել այս մեկը։ Եվ թակավորը գքնադե սապրիչը, բռնել գուտա վազիրը, սպանել գուտա, գախել գուտա զայն, եւ այս խոսքը թակավորը գդարածե բոլոր ժողովրդի կյանքի մեջ։ Սիրելի քույրեր եղբայրներ, մենք իմաստուն հայրեր ունեցած ենք, բայց այսօր եկեք տեսեք, որ մենք իմաստութենեն հերացած ենք, շեղած ենք։ Այսօր դժբախտաբար սիրելիներ մեր ազգը եղած ավելի նյութաբաշտ, քան թե իմաստության յետևեն կացող։ Արագած կրկի առաջին գլխու 7-րդ համարը գսե իմաստության սկիզբը դիրոջ վախն է։ Այսօր սիրելիներ մեր մեջ են եւ ընդհանրապես մարդոց մեջ են դիրոջ վախը դուրս ելած է։ Իսկ ինչ է դիրոջ վախը։ Իմաստության կրկի արագած կրկի 8-րդ գլխու 10-րդ համարի մեջ գսե դիրոջ վախը չարությունը ադել կնշանակե։ Այո սիրելիներ, չարությունը ադել կնշանակե։ Մենք դիրոջ վախը թողած դժբախտաբար սխալ ճամփաներու մեջ ենք։ Սաղմոսի մեջ 111-րդ Սաղմոսի 10-րդ համարի մեջ գսվի իմաստության սկիզբը դիրոջ վախն է։ Լավ հասկացողություն ունին անոնք, որ զանոնք կգադարեն, անոր օրհնությունը հավիդյան պիտի մնա։ Ով որ Աստուծո վախի մեջ կմնա, ով որ իմաստություն ունի այլ խոսքով, անիգա սիրելիներ հավիդյան պիտի ապրի։ Եվ արագած գիրքը բազմաթիվ գլուխներու մեջ իմաստության մասին խոսի։ Ես պիտի գարտամ քանի հատվածներ, որովհետև շատ կարևոր է սիրելիներ իմաստության մասին լսել եւ կործատրելը։ Նախ իմաստության վարչադրության մասին պիտի գարտամ արագած կրկի 2-րդ գլխու առաջին 14 համարները։ Որտյագիմ, եթե իմ խոսքերս ընդունիս ու իմ բադվիրաներս քովդ բահես, այնպես որ ագանչդ իմաստության դաս ու սիրտդ հանջարին փանաս, եթե դու իմաստությունը քեզի գանչես եւ քու ցայնդ հանջարին ուղես, եթե զանիգա արձատի բես փնտրես ու ձածուկ կանցերու բես խնդրես, այն ադեմ դիրոջ վախը պիտի հասկնաս եւ Աստուծո գիտությունը պիտի գտնես։ Վասնզի իմաստությունը դերը գուտա
Գիտությունն ու հանճարը անոր բերնեն են։ Անիգա ուղիղներուն համար փրկություն կբահե։ Անիգա ուղությամբ գալողներուն վահանն է, որբեսի արդարության ջամփաները պաշտպանե ու իր սուրբերուն ջամփան բահե։ Այն ադեն արդարությունը, տադաստանը, ուղությունը եւ ամեն աղեկ ջամփա պիտի հասկանաս։ Երբ իմաստությունը քու սրդիդ մեջ մտնե, երբ գիտությունը քու հոգիիդ ախորժելի ըլլա, խոհեմությունը քեզ պիտի բահե ու հանճարը քեզ պիտի պաշտպանե, որբեսի քեզ ազատե չար մարդուն ջամփայեն, նենքություններ խոսող մարդեն եւ անոնց մե, որոնք ուղիղ ջամփան թողուցեր են, որբեսի խավար ջամփաներու մեջ գալեն, չարությունը նելով գուրախանան եւ չարին նենքությունով կծնծան։ Արագած գրքի 3-րդ գլխու պիտի գարտամ ցես սիրելներ 13-ին 18 համարները։ Գսե արագողը. Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնե, ու այն մարդուն, որ հանճար կստանա։ Վասնզի անոր շահը արձատի շահեն աղեգ է, ու անոր արդյունքը զուտ ոսկի են։ Անիգա քուհարներեն բադվագան է եւ քուփոլոր ցանգալի բաները չեն գրնար անոր հավասարիլ։ Ոչ մեկ բան իմաստության գրնա հավասարիլ սիրելներ։ Անոր աչ ցերկի մեջ օրերու երգայնություն եւ ցախ ցերկի մեջ հարստություն ու փառք կա։ Անոր ջամփաները հաջոյական ջամփաներ են եւ անոր բոլոր շավիղները խաղաղություն են։ Անիգա իրեն հարողներուն գենաց ծար է ու զինք բռնողները երջանիկ գլան։ Իմաստությունը գենաց ծար է սիրելներ եւ ով որ իմաստություն ունի երջանիկ կլա։ Իսկ մենք այսօր գործընծուցած ենք մեր իմաստությունը։ Եվ դեսեք 4-րդ գլխու մեջ արագած գրքի պիտի ընթերցեմ ցեզի 13-րդ համարեն մինչև ավարտը գլխու 27-րդ համար գսե այստեղ իմաստության օգուտներու մասին խոսելով արագողը գսե Ամուր բռնե խրադը ու փնավ մի թողուր զանիգա բահե վասնզի քու կյանքդ անիգա է ամփարիչներու ջամփան մի երթար ու չարերուն ջամփուն մեջ մի քալեր անգե սկուշացիր անոր կովեն մի անցիր անգե խոդորե ու անցիր վասնզի անոնք չար մարդիկը մինչև որ չարություն չնեն չեն կնանար ու եթե մեկը չգործանեն քուներդին կփախչի քանզի անոնք ամփարշտության հացը գուտեն ու անիրավության քինին կխմեն բայց արդարներուն ջամփան ձակող լույսի բես է որ երթալով գլուսավորվի մինչև գադարյալ օրը լա ամփարիչներուն ջամփան խավարի բես է ու չեն գիտեր թե ինչ բան իրենց ոտքը բիդի սահեցնե որթյագիմ մդի գրե իմ խոսքերուս ու ագանչներդ իմ խոսքերուս տուր անոնք քո աչքերուդ արջևեն թող չի հրանան զանոնք ու սրդիդ մեջ բահե վասնզի անոնք կյանք են զանոնք գտնողներուն եւ անոնց մարմին բժշկություն ամեն սկուշությունով քո սիրտդ բահե քանզի կյանքի աղբյուրները անգե են ձուր փերանը քեզմե մեկտիր է ու անիրավ շրթունքները քեզմե հերացուր այսօր սիրելներ մեր ժողովուրդ իրարու նկատմամբ ինչ կուզես որ չսեր գրոնավոր աշխարհականին աշխարհականը գրոնավորին գրոնավորը pedagogan մարդոց pedagogan մարդի գրոնավորներուն ու ժողովուրդին այսօր մենք ազգովին իմաստությունից կորսնցուցած ենք եւ որքան կարեւոր է սիրելներ իմաստության խոսքերը մեր դուներուն մեջ մեր երկրին մեջ մեր հայրենիքին մեջ մեր pedagogan վայրերուն մեջ մեր եկեղեցիներուն մուտքերուն ամեն տեղ տրվին աստվածաշունչի խոսքերը որ իմաստությանը սկիզբը Տիրոջ երկյուղն է քո աչքերդ ուղիղ թողնային ու արդևանունքները չիդակ թեպի արջևը թողլան ոտքերուդ շաբիղները շտկե եւ քո բոլոր ջամփաններդ պիտի հաստատվին աչ կամ ցախ գոմը մի խոդորիր ոտքդ չարութենեն թարցուր սիրելիներ իմաստությունը աստուծմե գուքա ադոր համար Հակոբոս դիարնեղբայրը իր նամակի առաջին գլխու մեջ հետևյալ խոսքը գսե 5-րդ համար եթե ցեզմե մեկը գզկա թե անհրաժեշտ իմաստությունը չունի թող խնդրե աստուծմե որ բոլորին գուտա արադորեն եւ սիրահոժար գերբով եւ Աստված բիդի դա իրեն Երանի թե այսօր եւ հոգեվորականները եւ pedagogan մարդիկը եւ ժողովուրդը աստուծմե իմաստություն խնդրեն ոչ թե հաջողություն կորձերու հաջողություն հարստություն այս կամ այդ այլ իմաստություն եւ գարվարդեմ այսօրվան հոգեվոր նախաճաշը սիրելներ դարձյալ
Հակոբոս դիարնեղբայրեն ընթերցելով ցեզի 3-րդ գլխու 13-ին 18 համարները տեսեք ինչ կսե երկրավոր եւ երկնային իմաստությանց դարբերության մասին Ձեր մեջ իմաստուն եւ խելացի մարդ գա թող ցույց տա իր օրինագելի կյանքով եւ հեզության ու իմաստության արդայդություն եղող կորձերով Իսկ եթե ձեր սիրտերու մեջ թարը նախանց եւ հագարագասիրություն կա մի բարձնակ եւ ճշմարտության դեմ մի մեղանչեք Եթե մեր սիրտերու մեջ թարնություն կա եւ հագարագություն չբարձնանք Ովև մեկ գոմը սիրելներ արդար չէ Տեսեք ինչ կսե առակյալը Այդպիսի իմաստությունը երկինքեն չէ դրված հոգևոր չէ այլ երկրավոր է եւ թիվական սատանայական որովհետեւ ուր որ նախանց եւ հագարագասիրություն կա հոն նաեւ անկարգություն եւ ամեն տեսակ չարիք գա ուր որ դարձյալ կգրտեմ ուր որ նախանց եւ հագարագասիրություն կա հոն նաեւ անկարգություն եւ ամեն տեսակի չարիք կա Մտածենք այս խոսքերու մասին Մինչդեռ երկնային իմաստությունը ունեցող մարդը նախ որ մաքուր գլա ապա նաեւ խաղաղարար ազնիվ փարիացագամ ողորմած եւ բարի կորձերով արդյունավոր անգողնագալ եւ անգերց ամեն մեկս քննենք մենք մեզ մենք երկնային իմաստություն ունենք թե ոչ երկրավոր որովհետև սիրելներ երկնային իմաստություն ունեցողը գսե առակյալը մաքուր գլա խաղաղարար ազնիվ փարիացագամ ողորմած եւ բարի կորձերով արդյունավոր անգողնագալ եւ անգերց իսկ իր շուրջ խաղաղություն սերմանողը արդարություն կհնցե Սիրելներ խաղաղություն սերմանենք որբեսի արդարություն հնցենք իմաստություն խնդրենք Աստծուց որբեսի սրբությամբ ապրենք եւ այդ ժամանակ միայն մեր ազգը կգրնա ոտքի կանգնել սրդանց գաղութեմ որ Աստված իմաստություն դա մեր եւ հոգեվոր եւ pedagogan ղեկավարներուն որբեսի սիրելիներ վերջ տրվին ներքին բարակդումները նախանցը իրարու հանդեպ հագարագասիրությունը հագարագությունը եւ իսկապես ամեն մեկս դիրոջ դիմաց խոնարհինք մեր մեղքերուն համար զղջանք եւ երկնային իմաստություն ունենանք ու խաղաղություն բերենք մեր շրջապատի մեջ մեր ընտանիքի մեջ մեր այրենիքի մեջ եւ դառնանք խաղաղարարներ հետեւաբար եկեք խաղաղություն սերմանենք մեր հայրենիքին մեջ որբեսի արդարություն հնցենք Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին